Երջանկության արցունքները Սերովը դու ինձ տվեցի Երջանկության համբույները Իմ սրտի գիրքը հագեցրի Երջանկության արցունքները Մամարի, ես Մարինը տանը չի? Չէ, երբ շուկա էր գնացել չի եկել դեր։ Բա Սերոպը? Ուրսոր Սերոպն է տանը չի։ Հետաքրքիր աղջիկը, ասա գիտես քուրդ գալիս է տանը մնա էլի։ Մամից թվում է չի ուշանա։ Գոհար? Ինչա վատես գույնը սպիտակեց։ Գոհար, Գոհար ինչ եղավ քեզ։ Գոհար ջան, հայ Գոհար ջան։ Գոհարը ապրում էր մորաքրոջ ու նրա ամուսնու հետ։ Հռիփսիմեն, ով բնակվում էր գյուղում, եկել էր Երևան աղջկան տեսնելու։ Գոհարի ինքնազգացողության հանկարծակի վատանալը Հռիփսիմեին ստիպեց դստերը տանել բժշկի, քանի որ նա շատ էր սիրում Գոհարին եւ անհանգստանում էր աղջկա համար։ Աչքերս դեմս է վատը։ Երկաց գնանք բժշկի։ Իրոք է։ Երկաց։ Գոհար, Հռիփսի։ Քեզ մի կոտորի, դեռ չեն եկել։ Հենց հեշտ ես ասում այս Սերոպ, գիտես ինչ անհանգիստ եմ։ Եվ շատ իզուր, ինչա դու քո քրոջը չես ճանաչում, վազեց հիվանդանոց մի անգամից։ Այս Սերոպ ջան, ես զարմանում եմ, այնքան հեշտ ես խոսում։ Երեխեն վատացել էր, բա ինչ աներ։ Ես քեզ հավատացնում եմ։ Կգամ, կտեսնես, որ ոչ մի լուրջ բաներ չկա։ Աստված տա, որ տենց լինի։ Ոնց որ եկա։ Վայ, Հռիփսիկ ջան, Գոհար ջան, ոնց ես, բալ ես։ Ես ավելի լավ եմ սենյակ գնամ։ Չէ, դու կմնաս էստեղ։ Հռիփսիկ, ինչ է կատարվում։ Մամ, էդ իմ մենակ իմ ու քո գործն է։ Դու էստեղ ես ապրում։ Ու դա նրանց գործն է։ Մամա, ես ու դու հետո կխոսանք։ Հիմա ինձ կբացատրեք ինչ է կատարվում։ Մամա, ինչ։ Ցենդ թեչացած։ Հռիփսիկ։ Սերոպ, դու սպասել։ Հիմա կասես, թե դու ում հետ ես քարշ գալիս։ Ես խելոք երեխուն հետ ինչեր ես ասում։ Խելոք, հա? Խելոք որ լիներ, չգիտեմ ուղումի ցաղի կլիներ։ Ոնց թե։ Ինչ։ Էտոնից։ Հռիփսիկ, դու ինչ որ բան հաստատ շփոթում ես։ Ես ոչ մի բան էլ չեմ շփոթում։ Հիվանդանոցում բժիշկը ասեց, որ հղի է։ Մամ, խնդրում եմ։ Ինչ ես խնդրում։ Ինչ ես խնդրում։ Ես ավելի լավ գնամ։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Ես էլ ասելու ոչինչ չունեմ։ Սպասի, մենք շատ բան ունենք խոսելու։ Դու ոչ մի
Գոհարը չէր սիրում մասնակցել աղմկոտ երեկույթների կամ լինել կասկածելի մարդկանց շրջապատում։ Մարինեն ու Սերոպն էլ իրենց հերթին ամեն ինչ անում էին, որպեսզի Գոհարը դուրս չմնար իրենց տեսադաշտից, այնպես որ նման իրավիճակում Գոհարի հղիությունը անակնկալ էր բոլորի համար։ Ռիփսիկ ջան, դե հանգստացի, կմտածենք, կտեսնենք ինչ կանենք, ոնց կլինի ամեն ինչ, դու մենակ հանգստացի։ Հանգստացի։ Ռիփսիկ ջան, այս դու խմի։ Մենակ ջուրը, ապրես Սերոպ ջան, ապրես։ Ռիփսիկ ջան, ուզում եմ մի քիչ պարկես հանգստանալ։ Չէ, ոչ ուզում եմ, ոչ էլ կարող։ Ախր ժողովուրդ ջան, ես ինչ խայտարակություն էր։ Իմ աղջիկը, իմ մինուտյանը, ինչի հենց ինձ հետս բան պիտի լիներ։ Լավ, հանգստացի։ Մի հատ հանգստացի, մենք կորոշենք ինչ կանենք ու ոնց կանենք։ Ինչ պիտի անենք, ախր էլ ինչ պիտի անենք, ես Եղոյին ինչ եմ պատասխան տալու։ Հիմա էլ Եղոն, էդ էլ կմտածենք, մի բան կհնարենք, Սերոպ խոսա։ Ես ինչ ասեմ։ Այ քուրջան, Սերոպին հանգիստ թող, Սերոպի ինչ մեղք ունի, որ իմ աղջիկը հղիացել։ Որ հիվանդանոց էիք գնացել, բժիշկը ինչ ասեց։ Ախր, հենց բժիշկը ասեց, որ Գոհարը հղի է, բժիշկը ասեց։ Գոհարը ինչ ասեց։ Գոհարը ինչ պիտի ասեր, ամբողջ ճանապարհին բերանը ջուր առած, սուսուփուս գալիս էր։ Ռիփսիկ, բանը, հերը ով է, որ մասին ոչինչ չասեցի։ Ինչ իմանամ Սերոպ ջան ու մետաքաշ եկել, խայտարակ եղանք, ամբողջ գյուղի բերանի ծամոնը դարձակ, վայ։ Ես ինձ համար սուրճ չես դրել, մա։ Հա, իհարկե։ Ռիփսիկը քնեց։ Հա։ Եղջիկի։ Սենց որ գնա չի դիմանա։ Կգշվի խեղճքորս։ Տոբա ինչ կանի։ Ամբողջ օրը մտածում եմ, Եղոն ինչ կասի գյուղ։ Եղոցիկ ինչ կասե։ Շատ հետաքրքիր մարդ ես։ Մարդիկ գյուղում են ապրում։ Դու գյուղացիներին չես ճանաչում։ Լավ, քրոջդ բան չասի։ Այ Սերոպ ջան, նստած մտածում եմ անընդհատ ասում եմ, ախր այդ երեխան խելոք, լավ։ Դա ստուն, զարմանում եմ ախր որ հղիություն լիներ։
Բա մենք ոնց ա, մինչև հիմա չենք նկատել։ Չհասկացա։ Մեկ ինչ պետք է նկատեինք, այ կնիկ։ Դե ասում եմ, եթե մեկը լիներ, կգնար, կգար, հեռախոսով կխոսար։ Իսկ հնարավոր չի ասենք, եթե մեկը չգնար, չգար, բայց իրականում իր կյանքում լիներ, Ախր այս Սերոբ ջան, շատ խելոք է։ Ինքը իր դասերը, իր համալսարանը։ Տեսնում ես, համալսարանը։ Ինչ իմանալ, դասերի ժամին համալսարան գնում էր, թե չէ։ Լավ, Սերոբ, ես գործի եմ եղել, դու օր ա եղել, որ տանն ես եղել։ Իսկ եղել ան ես, որ այդ երեխուց մի բան դու նկատես։ Տեսնում ես, դու ասեցիր, դու գործի, ես տանը, նա դրսում, ինչ իմանալ, ինչ արել, ում հետ հանդիպել, ինչ ախոսել։ Այսինքն ուզում ես ասես, տուն ուրիշ բաներ անում, ուրիշ ձևեր ապրում, հա, դրսում ուրիշ կյանքեր ապրում։ Ուզում եմ ասել, որ մենք նրան աչքաթող ենք արել։ Ինչ ես ուզում ասես։ Ուզում եմ ասել, լավ կլինի, որ մենք երկուսով ռիփսիկ հետ միասին մտածենք այդ երեխայի մասին։ Չէ, Սերոբ ջան, այդ մեր գործը չի, մենք այդ գործի մեջ չենք խառնվի։ Ասում եմ, եթե Գոհարը երեխայից հրաժարվի, բոլոր հարցերը կլուծվեն։ Մեր գործը չի, մենք այդ գործի մեջ չենք խառնվելու։ Մեր ինչ գործն է։ Չհասկացա։ Բա որ եղոն եկավ մեր տուն։ Ասաց իմ աղջիկը ձեր տան ապրել, այստեղ է հղիացել, մենք ինչ ենք պատասխանել։ Դա մեր գործը չի։ Հիմա ասածը ի՞նչ է։ Լսի մի րոպե, լսի։ Եթե Գոհարը երեխայից հրաժարվի, եղոն ոչ մի բան չի իմանա։ Գիտես իմ Սերոբ, ճիշտն ասածը այնքան էլ սրտովս չի։ Բայց մտածում եմ, որ այս միակ տարբերակն է, որ մենք կարանք այս վիճակից դուրս գանք։ Դու խոսիր ռիփսիկի հետ։ Ասա, եթե չեն ուզում խայտարակ լինեն, թող Գոհարը գնա այդ երեխայից հրաժարվի։ Դե, թող ռիփսիկը վեր կենա, կգնանք խոսում։ Ապրես, իմաստուն չթխնի, քան չի սարել։ Թեև ամուսնու առաջարկն այնքան էլ Մարինեի սրտով չէր, այնուամենայնիվ Մարինեն համաձայնեց խոսել քրոջ հետ եւ համոզել նրան Գոհարին ստիպել ազատվել երեխայից։ Քանի որ Մարինեն էլ ամուսնու Սերոբի նման վստահ էր, որ Գոհարի հղիության փաստը ստվեր կգցեր իրենց հարգված ընտանիքի վրա։ Դաս ես անում։ Բա քննության եմ բարապում եմ։ Բա մեղք չես։ Ամբողջ օրը քեքի առաջ նստած կարդում ես։ Սակալքոնում սիրուն ջալ աղջիկի պիտի լավ ժամանակ անցկացնի։ Ես ամբողջ օրը գլուխս մտցել ես այդ գրքերի մեջ։ Լավ ժամանակ անցկացնելու ժամանակ դեռ կլինի։ Իսկ հիմա ինձ կարևոր իմ դասերն են։ Ճիշտ է գայ։ Այգես մեր ժամանակ կարևոր է։ Այդ կոնոմաս են սիրունիկ աղջիկները կարճ շորիկ են հակնում ես։ Եթե մենք չէ դասախոսներ ես սիրալիր են որ լավ գնահատական ստեղծեն, դա գարջան։ Ասում եմ, եթե դու կարճ շորիկ չունես, Սերոբ ձյաձյան կողմը կառնի։ Սերոբ ձյաձյա, դու խմած ես։ Ես։ Ընդհակառակ ես հիմա շատ լուրջ եմ ցավը տալու։ Գարջան։ Եթե դու անցան դու
իմ հանդեպ մի կջերմ լինես չէ։ Ես ձեզ ընկում ինչ որ կանի։ Չհասկացա, սերեք դե քեզ ինչ է եղել։ Ուզում սովորացնեմ, թե ոնց կարելի է քնություն հանձնել։ Մոտիկ չգա։ Սովորելի ոնց են քնություն տալիս։ Գոհար, ուր ես։ Ինչ է եղել։ Ուր ես արի տուն։ Չեմ կարող։ Ոնց չես կարող։ Արի տուն։ Չեմ ուզում մորքուր։ Քեզ ասում եմ արի տուն, մամատ լավ չի։ Ինչ է եղել։ Լավ չի, վատացելա, պետքա տանենք հիվանդանոց։ Ասում եմ մինչև Գոհարը չգա, ինձ մի տարի։ Լավ մորքուր, ես հենց հիմա գալիս եմ, դու շտապօգնություն կանչի, մինչև ես հասնեմ, լավ մորքուր։ Արագացրու, սպասում ենք քեզ։ Թեև իր խնդիրներին եւ այն բանին, որ Գոհարը չէր ուզում ստեղծված իրավիճակում ոչ ոքի տեսնել, այնուամենայնիվ նա շտապեց տուն, քանի որ շատ էր անհանգստանում մոր համար եւ գիտեր, որ վերջինս սրտային լուրջ խնդիրներ ուներ։ Մի բաց թող ինձ։ Թողնենք եթե դասես ինձ։ Ինչ ես ուզում ինձանից արածը թերիկ չէր։ Լսի, եթե հանկարծ մայրս կամ կինս իմացել են դեր մասին, ես քեզ կսպանեմ։ Ինչ ես ուզում ինձանից։ Ուզում եմ որ գնաս այդ երեխայից ազատվես։ Վախենում ես։ Ինչի՞ց, կամ ո՞նց եմ վախենում, այ անուղ է։ Որ բոլորը կիմանան, որ դու ինձ բռնաբարել ես։ Ոչ ոք քեզ չի հավատա։ Կհավատան։ Դերս ինչ եմ ասում քեզ։ Ոչ ոք չի հավատա, որ իմ մամայական մարդը կարող է այդպիսի բան։ Այնպես որ խելոք կգնաս կրանժավես երեխայից ու լեզու արտամնիկ տակու այս հասկացա։ Իմ ձեռքս թող ցավացնում ես։ Չեմ։ Զեկ մեզ մի։ Այն ընթացքում, ինչ Գոհարը բնակվում էր Մարինեի բնակարանում, Սերոփը պարբերաբար բռնաբարել էր նրան եւ երեխան, որին Գոհարը կրում էր կրծքի տակ, հանդիսանում էր այդ բռնաբարությունների հետևանքը։ Գոհարը թաքցնում էր իրականությունը, քանի որ գիտեր, որ իրեն ոչ ոք չէր հավատա։ Լավ, դե վեր կաց, գնանք մի բաժակ թեյ խմի։ Չեմ ուզում, Մարին ջան, բան չեմ ուզում։ Ոնց ոչ մի բան չես ուզում, առավոտվանից ոչ մի բան չես կերել, այ ռիփսիկ։ Կոկորտով ես բան ա գնում, որ բան ուտել։ Դե հիմա բան ա եղել ա։ Ինչա, քեզ մահվանդուրն ես հասցնելու։ Մարի, հո չասիր։ Այսինքն Գոհարը իմ աղջիկն ա, քոնը հո չի, դրա համար է տենց հանգիստ խոսում ես։ Վայ, բա եղավ, ռիփսիկ ջան։ Ուրեմն դու տենց ես մտածել մինչև հիմա։ Բա ինչ անեմ։ Ոնց թե ինչ անես։ Ուրեմն ես քեզ ուզենամ այս վիճակից հանեմ ու դու ինձ նեղացնես։ Ով Մարինը չգիտեմ, ախր սիրտս պայթում ա։ Ինչի պետք է ինձ հետ լիներ այս բանը։ Ես աղջիկ ունենամ, պահեմ, մեծացնեմ, ուղարկեմ Երևան, որ ուսում ստանա, որ օր ծերության հպարտանամ իմ երեխով։ Ու պարզվի, որ աղջիկս անբարոյական փողոցային ա դառել, դու հասկանում ես։ Լսի, տենց մի խոսա էլի։ Մի հատ նստի, երեխու հետ խոսա, իմացի ինչ ա եղել, ոնց ա եղել, որ կարողանաս այս հարցին մի հատ նորմալ լուծում տաս։ Ախր էլ ինչ լուծում, կամ պիտի հերը վեր կենա գա քաղաք տաս պանի, կամ տենց երեխով վերցնեմ տանեմ գյուղ ու աշխարհով մեկ խայտարակ առնեմ, խայտարակ։ Բայց ոնց եմ զարմանում քեզ վրա։ Ինչի համար է զարմանում։ Դե որովհետև ամեն ինչը ողբերգություն ես սարքում։ Մի հատ հանգստացի, որ կարողանաս ճիշտ իմանաս ինչ անես, ոնց անես։
Մարին, էլ նոր ինչ պիտի անեմ, ինչ պիտի անեմ։ Դե բեր Գոհարիկին նստացրու, թող ասի ով ա եղել հայրը, կամ ամուսնանա, կամ էլ ինչ։ Կամ էլ թող այդ երեխուց ազատվի։ Չես ասում։ Հա։ Ուրիշ տարբերակ չկա, կամ ամբողջ գյուղով մեկ խայտարակ եք լինում, կամ էլ ամենաճիշտ լուծումը սա է, որ ազատվի այդ երեխուց։ Մամ, Մորքուր, ամեն ինչ անում ես, որ այդ երեխուց ազատվի, հասկացար։ Մամ ջան, ինչ է եղել, ոնց ես։ Մորքուր, ինչ է եղել մամային։ Ինչ պետք է լինի։ Քո արածներից հետո այն քարի սիրտել ունենար չէր դիմանա։ Մորքուր, խնդրում եմ, հիմա ես այդ թեմայով չեմ ուզում խոսեմ։ Չես ուզում, հա։ Չես ուզում։ Ոնց ես այսքանից հետո կարողանում երեսից նայել։ Մամ, ես մեղավոր չեմ։ Բա ով է մեղավոր։ Ես, հա։ Ես եմ մեղավոր։ Իհարկե ես եմ մեղավոր, որ հորդ համոզեցի թողնի գաս քաղաք սովորելու։ Մամ, դու ոչ մի բան չգիտես։ Բայց ամենակարևորը գիտեմ, որ իմ աղջիկը սովորելու փոխարեն անբարոյական փողոցային ա դառել։ Ռիվսիկ ջան, դու քեզ հանգիստ պահի։ Մամա, ոչ ես փողոցային եմ դարձել, ոչ էլ անբարոյական։ Հա, դրա համար ես առանց մարդղի։ Գոհար, գոնե դու հասկանում ես, որ համ մորդ ու հորդ պատիվն ես գցել, համ էլ իմ ու Սերոփինը։ Մորքուր, ես ասում եմ, ոչ մի վատ բան չեմ արել։ Հա, բայց քո այս վիճակը արդեն ամեն ինչ քո մասին ասում է։ Հասկացան, իսկ միակ ելքը այս ամեն ինչից դուրս գալու, այս երեխայից ազատվելն է։ Չէ՞ Ռիվսիկ։ Հա, ես քեզ փորով գյուղ չեմ տանի։ Ես չեմ կարող։ Քեզ ով է հարցնում, որ չես կարա։ Այն ինչ որ եղել է իմ հետ, դրա մեղավորը ես չեմ։ Բայց այն ինչ որ պիտի ես անեմ, դա մենակ ես եմ որոշում։ Լսի, այ հիմար աղջիկ, այ անուղեղ ինչեր ես ասում, ես քեզ ստիպելով կտանեմ, ակա ջտբռնած քաշ կտանեմ, դու այդ երեխուց կազատվես։ Ու հերիք ավել պակաս խոսես։ Դու ինձ չստիպի, մամ։ Կստիպեմ, են էլ ոնց կստիպեմ։ Ես էլ մորդ մոտ անընդհատ քեզ պաշտպանում եմ, հա։ Ու դու չես ամաչում քո արածից։ Ինչից ամաչեմ։ Որ ինձ բռնաբարել են դրանից ամաչեմ։ Էդ էլ հիմա հնարեցիր։ Մորքուր, ես չեմ խաբում, ասում եմ ինձ բռնաբարել են։ Լսի, ես երեկվա երեխեն չեմ, էդ ինչեր ես հորինում, ինձ չես կարող խաբել։ Մամա, ես չեմ խաբում։ Չես խաբում, հա։ Եթե տենց բան լիներ, այս տան մեջ մենք կիմանայինք, որովհետև ինքը միշտ եղել է իմ ու Սերոփի հսկողության տակ։ Հատկապես Սերոփի։ Լսի, էդ ինչ ձև ես խոսում։ Ինչ մեր ես դու։ Ես քեզ ասում եմ, որ իմ հետ նման ահավոր բան ա եղել, իսկ դու չես էլ փորձում ինձ հավատաս։ Ես քեզ կհավատայի, եթե մինչև հղիանալդ ասեիր։ Ես չեմ ասել, որովհետև գիտեի, որ դու ինձ չես հավատա։ Հա ինձ ասեիր։ Ինձ ասեիր, գայր ինձ ասեիր։ Մորքուր, դու առավել եւս չէիր հավատա ինձ։ Գոհար հերիքա խապես, դու ահավոր ես, անտանելի ես։ Մամա, ես չեմ խաբում։ Ես էլ չեմ հավատում։ Գիտես ինչի, որովհետև դու հորինում ես, որ քո հղիությունը ծածկես։ Մորքուր, ես ոչ մի բան չեմ հորինում։ Ես ասում եմ, ինձ բռնաբարել են։ Ու գիտեք ով է բռնաբարել։ Սերոփը։ Ինձ Սերոփն է բռնաբարել։ Ինչ։ Սերոփը։ Սերոփը հիմա էլ ուզում աղջիկը իմ տունը քանդի։ Մարինեն չէր հասկանում, թե ինչպես կարող էր Գոհարը նման կեղտոտ սուտ հնարել, ինչպես կարող էր նա մեղադրել Սերոփին նման հանցագործության մեջ, թաքցնելու համար իր ամբարով վարքն ու կյանքը։ Ռիվսիկ, լսում։ Գյուղ եմ գնում, Սերոփ ջան։ Ոսկի։ Գոհարը։ Բա ինչ անեմ, Գոհարը մի շաբաթ է տուն չի գալիս, ոչ էլ զանգերիս է պատասխանում։ Ինչ անեմ։ Գնում եմ գյուղ, Եղոյիս հետ խոսեմ,
Նստենք, որոշենք, տեսնենք հետո ինչ ենք։ Չեմ հասկանում, այդ աղջիկը ինչու այդպիսի բան հորինում այն մարդ։ Իբր թե ես, որը մարդու ինչի բռնում այդպիսի բան ասի։ Վայ, Սերոբ ջան, ես եմ քեզանից ներողություն խնդրում։ Ես գիտեմ, որ խաբում է Գոհարը։ Մի տարի է, Գոհարը մեր տանը խելոք, համեստ, ես նրա համար հայր, ինքը ինձ համար աղջիկ, թե ինչու այդպիսի բաներ անում, չեմ հասկանում։ Գոհարը ստախոս, անտարբեր, անամոթ աղջիկ է։ Լավ, Հրիփսիկ ջան, արի այդպիսի խոսքեր մի ասա, Գոհար, մի ասա։ Դու կարծում ես ես շատ եմ ուզում։ Կարծում ես իմ սիրտը չի ցավ։ Ինչ։ Հրիփսիկ, տես ինչ եմ ասում։ Արի մի քանի օր մնա։ Թող Գոհարը գատում, համոզիկ թող երեխայից ազատվի, նոր միասին գնացեք գյուղ։ Չէ, Սերոբ, ես էլ չեմ ուզում ստեղ մնալ։ Հելա կոնես սպասի Մարին տուն գա։ Մարին առավոտ գնալուց ասել եմ, որ ես գյուղ եմ գնալու։ Մենակ քեզ մի բան եմ խնդրում, Սերոբ ջան, որ Գոհարս կգա, ասա թող ինձ անպայման զանգի ու չթողնես ուրիշ տեղ գնա։ Զանգեք, ես ու Եղոն անմիջապես կգանք, ինչ կլինի։ Հա, ոնց իհարկե։ Հրիփսիմեն ամաչում էր աղջկա արած քայլի համար։ Նա ինչպես կարող էր Սերոփի նման մարդուն մեղադրել։ Հրիփսիմեն վստահ էր, որ Գոհարի սխալ կյանքով ապրելու պատճառը միայն այն էր, որ ինքն ու ամուսինը թույլ էին տվել իրենց դստերը տեղափոխվել Երևան եւ մենակ առանց հոր ու մոր հսկողության բնակվել մորաքրոջ տանը։ Չմոտենաս ինձ հանգարց։ Ես եկել եմ իմ իրերի հետևից։ Այդ ես կորոշեմ, կմնաս թե կգնաս։ Դու կործանեցիր իմ կյանքը, հիմա ինչ ես ուզում ինձանից։ Որովհետև անխելքի մեկն ես։ Ես քեզ ասում եի, որ քեզ ոչ ոք չի հավատ։ Ասում էի, հիմա բողոքի որ կազում ես։ Չեն հավատալու քեզ, չեն հավատալու։ Որովհետև դու ստորի մեկն ես։ Իսկ իմ ծնողներն ուղղակի կույր են։ Եթե դու այդքան խնդրեմ չսարքեր, չէ՞։ Ամեն բան ինքան լավ է լինելու։ Թակու պես է իրավելու, թակու պես։ Ինձ քեզանից ոչ մի բան պետք չի։ Մի ասա։ Միշտ ապիր։ Լավ, ինձ հազին գնացիր այստեղից։ Որտեղ ես ապրելու։ Դա իմ գործն է մենակ։ Հա։ Ենթադրենք։ Իսկ երեխային ինչ ես անելու։ Դա մենակ ինձ է վերաբերվում։ Ո՞ւս ինչ եմ ասում, մի գորգորը։ Հանգիստ։ Արա, այնպես ինչպես ես եմ ասում, հրաժարվի երեխայից եւ ամեն բան առաջվա նման կլինի։ Իսկ ես խոստանում եմ, Գոհար։ Դու իսկական կենդանի ես։ Ես գիտեի, որ իմ ծնողները ինձ չեն հավատալ, քո նմանին կհավատան։ Նրանք չէին թողում ես ձեր տնից գնայի, դրա համար մինչև հիմա տարել եմ ես քո ստորությունները։ Գոհար, լսի, չեմ ասում, շատ լսի։ Հրաժարվի երեխայից։ Ամեն բան լավ կլինի։ Կապրես թակունում, ես քեզ խոստանում եմ, ախր ես գժվում եմ քեզ համար, Գո։ Լսի, ինձ ոչ քո խորհուրդներն է պետք, ոչ էլ քեզանից ինչ-որ բան։ Հասկացար։ Սրանից հետո ես եմ իմ կյանքը ղեկավարելու ու ոչ մի վայրկյան ես այս տանը չեմ մնա։ Մարի, ես երբ եկար։ Նոր։ Գոհարին հանդիպեցիր։ Գոհարին։ Չէ, եկել է Գոհարը։ Հա, իրեր հավաքեց գնաց։ Ուր։ Ինչ իմանում որ։ Ուր գնաց է երեխան։ Գոհարը հեռացավ Մարինեի տնից։ Որոշ ժամանակ բնակվելով ընկերուհու տանը, նա աշխատանք գտավ եւ տեղափոխվեց Վարչով բնակարան։ Մի քանի ամիս անց ծնվեց Գոհարի երեխան։ Հրիփսիմեն ու ամուսինը, թեև վստահ էին, որ երեխան Գոհարի անբարո կյանքով ապրելու հետևանքն էր, այնուամենայնիվ որոշ ժամանակ անց ընդունեցին իրենց միակ դստերը եւ նրա զավակին։ Գոհարը որդու հետ պարբերաբար այցելում է հորն ու մորը։ Միայն տարիներ անց ամուսնու մահից հետո Մարինեն իմացավ Ռուբենի մասին ողջ ճշմարտությունը։ Նա այդպես էլ չներեց ոչ ամուսնուն եւ ոչ էլ ինքն իրեն, քանի որ ժամանակին իր անտարբերությամբ փողոցում էր թողել միայնակ ու հղի Գոհարին։